Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Մղչյանի դպրոցի բարձր դասարանի մի քանի աշակերտ 4 ամիս շարունակ հետապնդել են 4 դասարանի 2 երեխաների, նրանց շուրթերին սպիտականման թմրանյութի նմանվող ջերմակ փոշի քսել, հետո այդ տեղեկությունները չհրապարակելու դիմաց պահանջել են, որ նրանց գումար են պահանջել։ Քննչական կոմիտեի կողմից հարուցվել է քրեական գործ, նրանցից 2-ին տնային կալանք ա որոշվել, իսկ 2-ին դաստիարակչական հսկողության տակ։ Ես հարցս հետևյալն է. ինչ է նշանակում դաստիարակչական հսկողության տակ, եւ արդյոք այն մարդիկ, որոնք որ պատասխանատու են կոնկրետ անչափահասների հետ կապված, այդ մարդիկ կրել են պատասխանատվություն, որով փաստացի ամիսներ շարունակ դպրոցում դեպք է տեղի ունեցել եւ հանցավոր անգործություն է դրսեւորել։ Այս մի հարց։ Երկրորդ հարցս վերաբերելի է ուրեմն փրկարար ծառայությանը։ Վերջին ժամանակահատվածում Բարձրաստիճան պաշտոնյաները, երբ որ այցելում են մարզեր, հատկապես Նիկոլ Փաշինյանի մարզային այցելությունների ժամանակ, ամբողջ փրկարար ծառայությունը ուրեմն ստիպում են փրկարար ծառայության ամբողջ կազմին գան եւ ճանապարհի եզրին դիմավորել։ Արդյոք օրենքի նման պահանջ կա, որ փրկարար ծառայության աշխատողները պետք է ճանապարհին գան եւ ժամերով կանգնեն, որ այդ շարժությունը անցնի, իրենք էլ ողջ ունեն։ Եվ երրորդ հարցս, քանի որ 4 հարցեր, բայց պարոն Քոչարյանը 3 հարցի հնարավորություն է տալի, երրորդ հարցս էլ վերաբերվում է մեքենաներին բարեկային ծառայության, հատկապես մարզերում, արդյոք ձեր կարծիքով նպատակահարմար չի, որ բարեկային ծառայության մեքենաները լինեն պիկապ մակնիշի, հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք պատերազմող երկիր ենք, 1000 ու մի հատ հարց կա, ես չեմ ուզում ճակերտները բացել, բայց այդ առումով այդ մեքենաների նպատակահարմարությունը ինչպես եք դուք տեսնում։ Շնորհակալություն։ Շնորհակալություն կարևոր հարցադրումների համար, պարոն Դանելյան, գամ Մղչյանի դպրոցի դեպքից իրականում շատ մտահոգիչ դեպքի մասին ենք մենք խոսում, որովհետև կրկին էլի առերևույթ թմրամիջոցի օգտագործման դրվագ, առերևույթ շանտաժի դրվագ ունենք այստեղ եւ նաեւ ունենք խնդիրներ դեպքի չբարձրաձայնման մասով եւ դեպքի հետ կապված մենք ունեցել ենք օպերատիվ տվյալների նաեւ իրացում, որի արդյունքում ըստ էության կարողացել ենք դեպքի շատ մանրամասներ պարզել եւ հետագայում արդեն փոխանցել քննչական կոմիտե եւ քննչական կոմիտեն վարույթի նախաձեռնման պայմաններում կարողացել է արդեն process-ը ճիշտ տրամաբանությամբ առաջ տանել։ Վստահ դեռ դետալները ճշգրտման ենթակա կլինեն, որտեղ իմ վերջին տվյալներով դեռ սպիտականնման փոշու մասով փորձագիտական եզրակացությունը չէր փոխանցվել քննչական կոմիտե, միգուցե արդեն պատրաստ է եւ փոխանցված, գործընկերներն ավելի ճիշտ կասեն, բայց այդուհանդերձ երևույթն ինքնին դատապարտելի է, որովհետեւ բարձր դասարանցիների կողմից ավելի ցածր դասարանցիների նկատմամբ նմանատիպ վարքագիծ եւ առհասարակ նմանատիպ վերաբերմունքը դպրոցական միջավայրում անընդունելի է։ Ասեմ, որ իմ տեղեկություններով նաեւ դպրոցի տնօրենը եւս ազատվել է զբաղեցրած պաշտոնից եւ մենք հարցը նաեւ պարբերաբար քննարկում ենք գործընկերոջս Տիկին Անդրեասյանի հետ եւ համանման իրավիճակներում փորձում ենք հասկանալ, թե ինչ մոտեցում կարելի է դրսեւորել։ Ես ինքս անձամբ իմ պաշտոնավարման շրջանակներում մի քանի միջնորդություններ եմ ներկայացրել տարբեր դրվագներով դպրոցի ղեկավար անձնակազմի մասով, չնշելով որևէ դպրոցի տվյալ, ինձ համար կարևոր է, որ այն իրավիճակները, որոնք որ դպրոցում տեղի են ունենում, դրանք պիտի ճիշտ կոմունիկացնեն իրավապահ համակարգին։ Դա որևէ ձևով չի հեղինակազրկում որևէ դպրոցի, հակառակը դա հօգուտ է process-ին եւ նրանք նպաստում են, որ դպրոցահասակ երեխաները ճիշտ միջավայրում կարողանան կրթություն ստանալ։ Մի քանի միջնորդություն կա, ընդ որում ես տեղյակ եմ, որ նաեւ մի քանի ազատումներ եւս այս առումով ունենք։ Հետեւողականորեն գործընկերոջս հետ շարունակելու ենք այս ուղղությամբ աշխատանքը, որպեսզի ռեալ արդյունքներ կարողանանք արդեն ունենալ կրկին դպրոցի ղեկավար անձնակազմի վարքագծի եւ երեխաների վարքագծի փոփոխության տեսանկյունից։ Ասեմ, որ նաև ծառայողական քննության շրջանակներում ես հանձնարարել եմ քննարկման առարկա դարձնել նաև համայնքային ոստիկանների վարքագիծը եւս, որպեսզի հասկանանք, թե նմանատիպ ժամանակահատվածի շրջանակներում կարող էին արդյոք լինել ազդակներ, որոնք որ համայնքային ոստիկանը կարող է նախապես տեղյակ լինել եւ ընդհանցքավորել այդ դրվագները, որպեսզի չհասցնեինք այս փուլին։ Ծառայողական քննության շրջանակներում այս հարցի պատասխան ըստ էության կունենանք։ Դաստիարակչական հսկողության մասով սա թերևս քրեադատական
Դատավարական օրենսգրքով նախատեսված եղանակը, երբ որ վարույթն իրականացնող մարմինը անչափահասի վարքագծի նկատմամբ հսկողությունը ճիշտ ապահովելու նպատակով արդեն ծնողին, խնամակալին կամ այլ ռելևանտ մարմնի հսկողությանն է հանձնում անչափահասին, որպեսզի կոնկրետ վարույթի ժամանակահատվածում նրա վարքագիծը պատշաճ լինի, չխոչընդոտի վարույթի ընթացքին եւ այսպես շարունակ։ Սա հնարավորինս մեղմ հարկադրանքի միջոց է հատկապես անչափահասների դեպքում, երբ որ վարույթի շրջանակներում կարող է այս հարկադրանքի միջոցը նրանց նկատմամբ կիրառել։ Իհարկե պայմանի կամ պահանջի խախտման դեպքում ավելի խիստ խափանման միջոցներ կարող են վրա հասնել, բայց կարծում եմ այս փուլում գոնե թե վարույթն իրականացնող մարմինը չափավոր զսպվածություն է դրսևորել այս տեսանկյունից եւ կիրառվել է դաստիարակչական հսկողությունը որպես հարկադրանքի միջոց։ Ճանապարհներին կանգնելու մասով ես ասեմ, որ դա ամենայն հավանականությամբ ինչ որ արարողակարգի ծառայողական գործունեության կազմակերպման մաս կարող է լինել։ Կդիտարկենք, այո, օրենքի շրջանակներում նմանատիպ դրույթի առկայությունը կամ բացակայությունը, ես չեմ հիշի այս պահին նմանատիպ կանոններ, բայց եթե որևէ հարց լինի, բնականաբար կանդրադառնանք նաև օրենսդրության տեսանկյունից։ Ինչ վերաբերում է տրանսպորտային միջոցներին, տեսեք, բայց չքննարկելով, պարոն Քոչարյան, որովհետև այդուհանդերձ պաշտպանական գերատեսչությունը պլանավորում է իր գնումները եւ ըստ իրավիճակի որոշում է թե որ գնման տեսակն է ավելի նպատակահարմար, ես չէի ցանկանա նաեւ բաց քննարկման տիրույթում թեմային անդրադառնալու, որովհետև արդեն պաշտպանության նախարարության փակ քննարկման ժամանակ կարող եք անդրադառնալ սրան, բայց ասեմ, որ Գեղարքունիքի մարզում հատկապես այս պայծրությամբ ջրային բարեկային ծառայության վաշտը հենց սպիտակ պիկապ տրամաբանությամբ տրանսպորտային միջոցներ ունի, որը որ շատ ավելի հարմար է Գեղարքունիքի մարզի տարածքում իրականացնելու ծառայությունից, թե ինչ նպատակով է դա հնարավոր օգտագործել, դա կարծում եմ արդեն ըստ իրավիճակի որոշման ենթակա հարց կլինի։ Կարծես թե սպառեցի ձեր բոլոր հարցերը։ Ասեմ պարոն Դանիելյան, մեր ռազմաարդյունաբերության շնորհիվ մենք կարանք այդ խնդիրը լուծենք մի քանի ամիս հետո կամ կես տարի հետո, նաև տանք ներքին գործերի նախարարությանը սահմանային ծառայությունը ավելի էֆեկտիվ կառուցելու համար։ Դա հնարավորությունը լինելու է։